Սա Պետրոս Մելիքյանի տոհմածառն է, որը նա պատրաստել է իր ձեռքով, ուսումնասիրելով բոլոր արխիվներն ու իր նախնիների պատմությունը։ Գերդաստանի հիմնադիրը Պողոս Պապն է, որը 1828 թվականին 17 տարեկան հասակում քաղաքել է Արևմտյան Հայաստանից, ժամանակակից Թուրքիա, եւ հաստատվել է Արևելյան Հայաստանում։ Հիմնադիրն եղել է Պապը, Պողոսը, եւ այդտեղից բազմացել է մեր սերունդը, որը սպանել է նոր իր աչքի առաջը։ Մեր առեսրան 17 տարեկան տղա, փախ եկել է իսկյուղը, այս կալազների հետ է։ 80-ամյա Պետրոս Մելիքյանը տեղյակ չէ, թե ինչու եւ ինչպես են իր նախնիները կաթոլիկություն ընդունել, բայց հստակ գիտի, որ նրանք տեղափոխվել են Ալաշկերտից։ Մեծ Սեպասարը համարվում է Հայաստանի հայ կաթոլիկներով բնակեցված ամենամեծ գյուղերից մեկը։ Գյուղի հնաբնակ Պետրոս Մելիքյանի բազմանդամ ընտանիքը պատրաստվում է տոնական սեղանի շուրջ նշել Սուրբ Զատկի տոնը։ Դու սար, դու ինչի վրա դկը խաղանք, բայկրվա։ Ընտանիքի անդամները քիչ առաջ են վերադարձել եկեղեցուց, որտեղ մասնակցում էին Տեր Հովսեփ քահանա Գալստյանի ձեռամբ մատուցված Սուրբ Պատարագին։ Սուրբ Զատկի տոնին հայր Հովսեփը շրջում է մերձակա գյուղերով եւ հերթով տոնական պատարագ մատուցում։ Այժմ եւ միշտ Ավիդյանը Սավիդենից ամեն, օրնյատեր եւս հացս որպես օրնեցեր, ասինք եւս 7 նգանակ։ Հայաստանն աշխարհում առաջին երկիրն է, որն ընդունել է քրիստոնեությունը որպես պետական կրոն։ Դա տեղի է ունեցել 4-րդ դարի սկզբին եւ այդ ժամանակից ի վեր հայերի ճնշող մեծամասնությունը հայ առաքելական Սուրբ եկեղեցու հետևորդներ են։ Սակայն երկրում ապրում են նաեւ տասնյակ հազարավոր հայ կաթոլիկներ, ինչպես է դա տեղի ունեցել։ Կաթոլիկությունը տարածվել է 19-20-րդ դարերում Թուրքիայի կողմից արշավանքների եւ հալածանքների ենթարկված հայերի գաղթի հետևանքով։ Արևմտյան երկրները հայերին պաշտպանություն են երաշխավորել կաթոլիկություն ընդունելու պայմանով։ Շատ թեքի ծավալային խմբային առումով Արևելյան Հայաստանի իրականության մեջ իրենք հայտնվել են ռուս-թուրքական պատերազմներից հետո, մասնավորապես 1828-29 թվականի պատերազմից հետո ինքը արդյունք է ռուս-թուրքական պատերազմների եւ այդտեղ չեն եկել կրոնական միայն պատկանելիության հիմքով, եկել են զուտ խուսափելու համար հետագա հալածանքներից։ Բոլոր ռուս-թուրքական պատերազմներից հետո եղել է բնակչության տեղափոխում այն հատվածից այս հատված։ Եվ այստեղ բնական է, որ պետք է լինեն նաև հայեր, որոնք որ դավանեին կաթոլիկություն կամ ասենք բողոքականություն։ Հայաստանի բնակչության թիվը մոտ 3 միլիոն է, կաթոլիկների թվի մասին տվյալները տարբեր են, տարբեր հաշվարկներով Շիրակի եւ Լոռու մարզերում 35-ից 40 հազար կաթոլիկ է բնակվում։ Հայ կաթողիկե եկեղեցու ավագ երեց առաջնորդական փոխանորդ հայր Ներսես Վարդապետ Գալստյանի խոսքով կաթոլիկության հետևորդների ընդհանուր թիվը կարող է հասնել 200-ից 250 հազարի, սակայն մասնագետների կարծիքները տարբերվում են։ Ես չեմ կարծում, որ Հայաստանի տարածքում այդ թիվը կարող է հասնել կամ գերազանցել, ասենք 50,000-ը։ Վերջիվերջո բոլորս գիտենք կաթոլիկ համայնքները որ բնակավայրում են եւ այդ բնակավայրերը թեկուզ ոչ փաստացի, բայց գրանցման առումով ինչքան բնակչություն ունեն։ Առաքելական եւ կաթոլիկ եկեղեցիների զանգերի ղողանջները երբեմն հնչում են միաժամանակ, ինչպես այստեղ Գյումրիում։ Առաքելական եւ կաթոլիկ եկեղեցիներն այստեղ գտնվում են իրարից մոտ 300 մետր հեռավորության վրա։
Երկու եկեղեցիների միջև առկա են պարիտրացիական հարաբերություններ, որն ամրագրել է հայ առաքելական եկեղեցու առաջնորդ կաթողիկոս Վազգեն Առաջինը 1991 թվականին Մայրաթորում ունեցած իր ելույթով։ Հայերը երբեմն իրենց կաթոլիկ հայրենակիցներին անվանում են ֆրանգներ, այսինքն ֆրանսիացիներ, իսկ նրանց բարբառը ֆրանգեր են։ Բարբառը դա մշո բարբառն է, կառնու բարբառն է, բայց տեղացիները ասում են ֆրանգերեն։ Պատճառն այն է, որ Ֆրանսիան կաթոլիկ համայնքի ձևավորման և ընդլայնման գլխավոր հովանավորն էր։ Հատկանշական է, որ ֆրանգները բնակվում են նաև հարևան Վրաստանում, հարավային Սամսխե-Ջավախեթի շրջանում, որտեղ կոմպակտ ապրում են հայերը։ 21-րդ դարում մի քիչ աշխարհը ուրիշ է, բայց ժամանակին այդ ֆրանկ հասկացողության վերաբերյալ բավականին վեճեր է եղել, կռիվներ եղել, թեկուզ եւ փորձել են մեկը մյուսին վիրավորանքի տեսքով ֆրանկ ավանել, բայց բացարձակ վիրավորանք չկա եւ ֆրանկ լինելը դա ոչ թե ազգություն է կամ կրոն է կամ դավանական պատկանություն, այլ ուղղակի մագանուն է, որը կպցրել են տվյալ համայնքի։ Մենք ֆրանկ ենք, օրի։ Իրեկած կապրել ենք, էլի։ Բայց ֆրանգը հայ չի։ Դե մեզ ասում, որ գնում են քաղաքական բան, ասում են դու ֆրանկ ես։ Ասում եմ ֆրանկ եմ, բայց պասպորտիս մեջ գրած որ հայ եմ։ Ինչ տարբերություն։ Հայ կաթողիկե և հայ առաքելական եկեղեցիների ծիսակարգերը նման են, պատարագները մատուցվում են գրաբարով, արևմտահայերենով։ Իդեպ հայ կաթողիկե եկեղեցում անցկացվող արարողություններին կարելի է տեսնել տարբեր ազգությունների հավատացյալների, արաբ մարոնիտների, հնդիկ կաթոլիկների և այլն։ Արվինդը և Աքիլան Հնդկաստանից են, սովորում են Հայաստանում, բժշկական ֆակուլտետում։ Ես Հնդկաստանից եմ, այստեղ եմ 3 տարի և ամեն կիրակի գալիս եմ այս եկեղեցի։ Մեր եկեղեցիների տարբերությունն այն է, որ մենք խաղաղություն ենք փոխանցում գլուխ խոնարհելով, իսկ այստեղ իրար ձեռք են սեղմում։ Ես Հնդկաստանից եմ, 6 տարի սովորում եմ բժշկություն, 6 ամիս այստեղ եմ, Հայաստանում։ Շատ եմ սիրում այս եկեղեցին, դրա համար գալիս եմ այստեղ։ Նրանք հարյուրավոր այլ հավատացյալների հետ Գյումրիի Սրբոց նահատակած Մայր տաճարում նշում են ծաղկազարդը, մասնակցում պատարագին, ծանոթ են եկեղեցական բոլոր արարողություններին, նաև Սուրբ Դռան մուտքի արարողակարգին, որին այս տարի մասնակցում էր շուրջ 300 երիտասարդ Հայաստանի և Վրաստանի հայ կաթողիկե համայնքներից։ Բաց մեզ դեր ստուրն ողորմության, որ ողբալով դիմում ենք քեզ։ Բացեք ինձ արդարության թռները, որբեսի ներս մտնենք և օրնապանենք Տիրոջը։ Բարբառը թերևս Հայաստանի հյուսիսային շրջանների հայ կաթոլիկների միակ առանձնահատկությունն է։ Սովորույթները, կենցաղը և խոհանոցը շատ նման են, եկեղեցական արարողությունները, ինչպես Սուրբ Պսակը, նույնպես ոչնչով չեն տարբերվում։ Մեծավան գյուղում հարսանիք է, նորապսակները ապրում են Ռուսաստանում, բայց եկել են հայրենի գյուղ, ամուսնանալու համար։
նշաներիմ Ռուսաստանում, բայց ի չէ, հարսանիք եմ պետք է անեմ իմ հայրենական հողում։ Բերեցի տեղի Արազատ գյուղում պսակադրեցի։ Մենք այնտեղ էլ եկեղեցի ունենք, այդ եկեղեցում մենք էլի պատարակի, մոմավառության ամեն ինչի մասնակցենք։ Ածիգեն, զադիգեն, տոյ, չգիտեմ, ամեն ինչ անում ենք, ոնց որ պետքն է։ Իմ պապենական ժողովուրդն հավատքի մարդ է եղած, մենք էլ իրանց պես։ Պարքև Հարությունյանը ծնվել եւ իր ամբողջ կյանքն ապրել է Մեծավանում, Հայաստանի հայ կաթոլիկներով բնակեցված ամենամեծ գյուղում, որտեղ ապրում է 6000 մարդ։ Նա լավ գիտի գյուղի եւ ամբողջ տարածաշրջանի պատմությունը, մարդկանց, ավանդույթներն ու ինքնատիպ սովորույթները։ Մեր մոտ առաջ հարսնիկ տեբեր 4-5 օր։ Ուրբաթ մսածու էր, շաբաթ հարսնիկ էր, կիրագի խաշ էր, երկու շաբթի, 3 շաբթի, 4 շաբթի, 5 շաբթի կրջուեն էր։ Կա, անգովերի կլը ծաղցկից։ Դանա բուզը։ Սակայն իր մայրերի եւ տատերի ավանդական մեթոդը չի փոխել Արևիկ գյուղի բնակչուհի Անահիտ Զաքարյանը, որը լավաշը թխում է թոնրի մեջ։ Հայկական խոհանոցի կարևոր բաղադրիչ է լավաշը, որը 2014 թվականին ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում։ Շատ դժվար գործ է, մանավանդ այս կրակի թեմը, ամեն մարդ չոր կնա այս կրակի թեմը, ասել է ձեռք քաշես կրակի մեջ, ամենադժվար գործ է։ Այս թնդրա լավաշը ուրիշ է։ Սակայն տարիների ընթացքում գյուղերը դատարկվում են, անասնապահությունը, որը այս շրջանների բնակիչների հիմնական զբաղմունքն է, այլևս եկամտաբեր չէ։ Կես լիտր հանկային ջուրը արժե 120 դրամ, 150 դրամ։ Եվ 1 լիտր կաթի 150 դրամի մտերում ստենց։ Բնականաբար գլխականակը, եթե 1200 գլուխ էր մեր գյուղը, կտուկովը ենթադրենք 800 գլուխ, 600 գլուխ, հիմա պագասը իջել է։ Այն ժամանակ այդ խոպանարդահայտությունը շատ տարածված էր, չէ՞։ Գնում էին աշխատում, գարնանը գնում էին, աշնանը վերադառնում։ Հիմա գնում են ու մնում են այնտեղ։ Սրտի ցավով եմ ասում, բայց ինչ, ընտանիքն է տանում, այո։ Այսօր էլ տեղափոխվում են այնտեղ բնակվելու։ Սա կանխել իմ կարծիքով շատ դժվար է։ Կանխելու համար մեկ խնդիրներից մեկն է ծայրամասային շրջաններում ավելի զարգացությունը դնել բարձր աստիճան։ Չնայած արկա բազում դժվարություններին, շատերը կապված են զգում իրենց հայրենի հողին։ Նրանք ուզում են ապրել հայրենիքում եւ հույս ունեն, որ երկար ժամանակ այլ երկրներում ապրող իրենց ընկերներն ու հարևանները մի օր կորոշեն տուն վերադառնալ։